Siz nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Cengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ քրդերի հետ զինաթափման գործընթաց սկսած Թուրքիայում հայերի եւ քրդերի դեմ մատելության հերթական պոռթկումն է եղել։ Այս անգամ ոչ թե ազգայնամոլ գորժ գայլերից կամ էրդողանականներից, այլ ընդդիմադիր քեմալականներից։ Էրդողանին տապալելու փորձով Թուրքիայում փողոց դուրս եկած ամենախորշոր ընդդիմադիր հանրապետաժողովրդական կուսակցության անդամ Բոլուի քաղաքապետ Թանջու Օժջանը քրդերի դե-ֆակտո առաջնորդ Օջալանի ծննդյան առիթով նրան հայ է անվանել որպես ծանր վիրավորանք ու անգամ ավելին է գրել X-ում։ Օջալանի հորը կոչելով հայ, Օջալանին դավաճան ու հույս հայտնելով, որ սա նրա վերջին ծննդյան օրն է։ Գրառումը 7 միլիոն մարդ է տեսել։ Օժջանին պատասխանել են, ռասիստ են անվանել, բացատրել, որ իր շուրջը թույն է տարածում։ Ոմանք էլ միայն զարմացել են, որ Օջալանի հայ լինելու մասին լուրեր կան։ Մյուսներն էլ ուղղակի հերքել են, թե Օջալանը հայ է։ Ոսը հայերը, Թուրքիան ներսից ճանաչող հայերը գրել են։ Քեմալական այս քաղաքապետը իր մեկ գրառմամբ ցույց տվեց Էրդողանի դեմ պայքարող ընդդիմադիր իր կուսակցության իրական էությունը։ Ավելին հորդորել են զգույշ լինել, նրա առաջ դնելով պատմական փաստը, որ իր քաղաքում մեծ թվով հայեր են եղել։ Կարող է պարզվել, հենց նրա հայրն է հայ, այդ հայատյաց քաղաքապետն է հայ։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Ինչ է լինում, երբ Ալիևի բռունցքը փորձում են համբուրել, երկաթե բռունցքը, որով իբր ջարդել է հայերին։ Նշաններ, որ Արցախն օկուպացնելով Ալիևը չի լուծել իր իշխանության հարցը։ Լոնդոնda, Դուբայda, Մոսկվada վիլլաները վարին։ Հայաստանի տարածքով կապել Եվրամիությունը եւ Կենտրոնական Ասիան թուրքական միջանցքի հետ բացահայտ հույսեր է կապում Եվրահանձնաժողովի նախագահը։ Armenia with Turkey and Azerbaijan. Թրամփը հավանում է Էրդողանին, Էրդողանը հավանում է Թրամփին, Էրդողանի եւ նրան տապալել փորձող ընդդիմության ճակատագիրը որոշվեց։ And I happen to like him and he likes me. Ով վերցրեց Սիրիան ամենաբաց տեքստով եւ առանց դիվանագիտական ձևականությունների։ Yo, sen aldın dedim. Dedi sonra olabilir. Եվ վերջում հարցազրույց այսօր Դոնալդ Բլոքսհեմ պատմաբան Էդինբուրգի համալսարանից թուրքերը հայոց ցեղասպանությունն իրագործեցին հայերի տարածքները խլելու համար։ Genocide is the instrument to in a way secure these lands for the Ottoman Empire, which of course then becomes the Republic of Turkey. Եվ այսպես Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի սահմանի մասին հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա հույս ունի, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջև գործակցության համար։ Եվրապաշտոնյան սա հայտարարել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Եվրամիության եւ Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի ընթացքում։ Smooth border crossing with Central Asian and South Caucasus countries is also essential to reach the Black Sea. Սևծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանը սահուն հատելը։ Armenia with Turkey and Azerbaijan is going to be a game changer. 3 տասնամյակ փակ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կմոտեցնի ավելի քան երբևէ։ Սա նշանակում է Զանգեզուրի միջանցք։ Սա նշանակում է, որ բարձրաստիճան Եվրապաշտոնյան բացահայտ խոսում է Հայաստանի տարածքով միջանցքի մասին, այն տարածքում, որին Թուրքիան փորձում է միանալ այդ միջանցքով։ Հավելենք նաեւ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ալիևի հետ գազային գործարքը կնքած անձն է։ Եվ Միացյալ Նահանգների հետ Եվրամիության հարաբերությունների լարվածության ֆոնին Էրդողանն է գլուխ բարձրացրել։ Avrupa'nın ayrılmaz bir parçası olarak Avrupa Birliği'ne üyelik sürecimizi stratejik önceliğimiz olarak Լինելով Եվրոպայի անբաժան մասը Եվրամիությանը մեր անդամակցության գործընթացը ընկալում ենք որպես ռազմավարական առաջնահերթություն։ Պարզ եւ անկեղծ ասելու կարիք կա։ Ortaya koymuştur. Türkiye'nin hak ettiği şekilde yer almadığı bir Avrupa'nın küresel bir aktör olarak varlığını sürdürmesi giderek
imkansız hale geliyor. Եվրոպական անվտանգությունն առանց Թուրքիայի անհնար է պատկերացնել։ Անհնար է դառնում շարունակել Եվրոպայի գոյությունը որպես համաշխարհային դերակատար, եթե այնտեղ Թուրքիան չունի իր արժանի տեղը։ Avrupalı dostlarımızın da bu hakikatle artık yüzleşmesini. Սպասում ենք, որ Եվրոպայի մեր գործընկերները առերեսվեն այս իրողությանը։ Այս հայտարարությունը Էրդողանն արել է 3 շաբաթ առաջ։ Կրկնում է այս բոլոր 3 շաբաթների ընթացքում ամեն պատեհ առիթով։ Ու Եվրամիության անդամ որոշ երկրների առաջնորդներ արդեն հայտարարում են, որ դեմ չեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը։ Թուրքիան Եվրամիության դրան առաջ կանգնած է արդեն գրեթե 4 տասնամյակ անդամակցության պաշտոնական հայտը ներկայացրել են 1987 թվականին, 38 տարի առաջ։ Մեկ շաբաթում Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի երկրորդ հանդիպումը։ Առաջինից հետո պետքարտուղար Ռուբիոն Բրյուսելում ՆԱՏՕ-ի հավաքի շրջանակում Ֆիդանին դիմավորում է ջերմ գրկախառնությամբ։ Ու սա որոշակիորեն հուշում է, որ Ֆիդանի բանակցությունները Վաշինգտոնում հաջող են ընթացել։ Սա կարևոր է առաջին հերթին Թուրքիայում ներքաղաքական զարգացումների ընթացքը հասկանալու համար։ Ֆիդանը մեկնել էր Վաշինգտոն Թուրքիայում հակաերդողանական ցույցերի ֆոնին։ Ցույցի դուրս եկած քեմալականները կապեր ունեն նահանգներում։ Էրդողանը հեղաշրջման փորձից հետո 2016 թվականի լարել է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, մինչև իսկ հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրելով Վաշինգտոնին։ Ֆիդանը փորձել է Վաշինգտոնում, այսպես ասենք, վերանորոգել Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Ստացվել է, թե ոչ, հետևությունները թողնում ենք ձեզ, առաջարկելով դիտել Ֆիդանի ջանքերից հետո Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի խոսքից մի հատված։ Well, I have great relations with a man named Erdogan. Have you heard of him? And I happen to like him and he likes me and I know the press will... Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Էրդողան անունով այդ մարդու հետ։ Ես հավանում եմ նրան, նա հավանում է ինձ, գիտեմ, որ լրագրողները զայրանում են, բայց ես հավանում եմ նրան։ Մենք շատ բանի միջով ենք անցել ու երբեք խնդիր չենք ունեցել։ Եվ ես ասել եմ վարչապետին. «Բիբի, եթե դու խնդիր ունես Թուրքիայի հետ, ես կարող եմ կարգավորել դա»։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի եւ նրանց առաջնորդի հետ եւ համոզված եմ, որ կարող ենք սա կարգավորել։ Խնդիր չի լինի։ I have a problem with Turkey. I really think I'm going to be able to work it out. You know, I have a very, very good relationship with Turkey and with their leader, and I think we'll be able to work it out. So I hope that's not going to be a problem. I don't think it will be a problem. Now, with that being said, I believe it was Turkey, and I said that to him. I said it. I said, congratulations. You've done what nobody's been able to do in 2,000 years. You've taken over Syria with different names, but same thing. I said, you've taken it over. He's taken it over through surrogates. He goes, no. Ես կարծում եմ, որ դա Թուրքիան էր, եւ ասել եմ դրա մասին նրան։ Ասել եմ, շնորհավորում եմ։ Դու արեցիր մի բան, որը ոչ ոք չկարողացավ անել 2000 տարի։ Դու վերցրեցիր Սիրիան։ Տարբեր կերպ ենք իմաց սա կոչում, բայց նույն բանն է։ Ասաց ոչ, ես չէի։ Ասացի դու էիր, բայց դա խնդիր չէ։ Դրանից հետո նա ասաց. լավ, ինչ որ առումով հնարավոր է ես էի։ Նա ուժեղ տղա է եւ նա շատ խելացի է։ Այնպես որ դու ինչ խնդիր էլ ունենաս Թուրքիայի հետ, ես կարող եմ կարգավորել, քանի դեռ դու ողջամիտ ես։ Թրամփը սիրում է Էրդողանին եւ սա ասել է իր ամենասիրելի դաշնակցի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի առաջ։ Հատկապես Սիրիայի տարածքի վերահսկողության համար Իսրայելի եւ Թուրքիայի միջև լարվածություն կա, որը թուրքական մեդիան անգամ գնահատում է որպես պատերազմի հավանականություն։ Նեթանյահուն չի համակերպվում, որ Սիրիան անցել է Թուրքիայի ձեռքը։ Ona 2000 yıldır yapılamayanı yaptın, Suriye'yi aldın. Ասացի Սիրիան վերցրեցիր, ասաց ոչ, ես չեմ վերցրել։ Yo, sen aldın dedim. Dedi, sonra olabilir dedi. Orası komikti gerçekten. Senin Türkiye'yle... ben olabilirim. Belki. Senin... Ասացի ոչ, դու ես վերցրել։ Հետո ասաց լավ, հնարավոր է։ Սա շատ ծիծաղելի է։ Գուցե ես եմ եղել։ Çok önemli. Tabii Bibi senin de makul olman lazım da dedi yani evet. Այս մասը շատ կարևոր է։ Ասաց Բիբի, ողջամիտ պիտի լինես։ Ներքին խնդիրներից բացի Թրամփի այս աջակցությունը Էրդողանի համար լուծում է արտաքին այս գերկարևոր խնդիրը։ Էրդողանին տապալելու փորձով փողոց դուրս եկած անդիմադիր կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը այս ընթացքում հարցազրույց է տվել ու պատմել, թե ինչ են պատրաստվում անել։ Նախ բացատրելով, որ Ստամբուլի քաղաքապետին բանտ նետելով Էրդողանը դատական հեղաշրջում է արել Թուրքիայում։ Türkiye tarihi de
Թուրքիայի պատմության մեջ տարբեր հեղաշրջումներ են եղել, բայց հիմա մի այլ բան է տեղի ունենում։ Սա հեղաշրջում է ոչ թե գործող իշխանության, այլ ապագա իշխանության դեմ։ Սա հեղաշրջում է Թուրքիայի ապագա նախագահի դեմ, մեր կուսակցության հնարավոր հաղթանակի դեմ։ Սա քաղաքական հակառակորդից ազատվելու փորձ է, չարաշահելով պետական իշխանությունը եւ թույլ չտալով, որ նա հասնի ընտրություններին։ Օզելին հարցնում են, կարող է պնդել, որ Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն առնչություն չունի իրեն առաջադրված կոռուպցիոն մեղադրանքների հետ։ Օզելը պնդում է։ Վերջին միտինգի ժամանակ էլ հայտարարել էր, այնքան է հավատում, որ Իմամօղլուն կապ չունի այդ մեղադրանքների հետ, որ պատրաստ է նրա նամուսը իր նամուսի նման պաշտպանել։ Էրդողանը ըստ Օզելի չի կարող պարզ ասել, որ Իմամօղլուն Թուրքիայի հաջորդ նախագահն է։ Դրա համար է բանտարկում նրան։ Եվ փոխարենն ասում է կոռուպցիա։ Իմամօղլուի դեմ 5 գործ է հարուցված ու նրան 25 տարվա ազատազրկում է սպառնում։ Հիշեցնում է, դիպլոմը չեղյալ հայտարարեցին մեկ պատճառով։ Թուրքիայում նախագահի տեխնացու հնարավոր չէ առաջադրվել առանց բարձրագույն կրթությունը հաստատող դիպլոմի։ Քեմալականներն այս պայմաններում Իմամօղլուին ընտրել են որպես իրենց նախագահի տեխնացու, բայց ինչպես կարող է մասնակցել ընտրություններին, եթե բանտում է։ Ունեն պլան B։ Եթե բանտում լինի, բայց նրան չարգել են քաղաքական գործունեությամբ զբաղվել, եթե շահենք նրա համալսարանական դիպլոմը վերականգնելու գործը, ընտրություններին նրա մասնակցությանը խոչընդոտ չի լինի։ Անգամ բանտում մնալով նա կլինի մեր տեխնացուն, բայց եթե նրա տեխնացությունը խոչընդոտեն իրավական առումով, օրինակ չվերականգնեն դիպլոմը, նրա փոխարեն կլինի այլ տեխնացու։ Այս ընտրությունները հարակվեն լինելու, ժողովրդավարություն թե բռնապետություն։ Մարդիկ գնալու են քվեարկելու այս հարցին պատասխանելով։ Եվ Թուրքիայի ներքաղաքական ինտրիգներից եւս մեկ հայտարարություն։ Հնդիմադիրները փողոցում արտահերթ ընտրություններ են պահանջում։ Էրդողանի քաղաքական դաշնակից Դևլետ Բահչելին հայտարարել է, որ արտահերթ ընտրություն պահանջողները ստիպված են լինելու սպասել հերթական ընտրությանը։ 66 օր չերևալուց հետո եւ իր մահվան լուրերի ֆոնին առաջին անգամ տեսախցիկների առաջ է հայտնվել Թուրքիայի ծայրահեղ ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ եւ Էրդողանի կոալիցիոն դաշնակից Դևլետ Բահչելին։ 2 aya yakın bir süredir azgaynakan şarjım kuşakçısan առաջնորդը տեսախցիկների առաջ է։ Բահչելին ցույց է տալիս ազգայնամոլ գորշ գայլերի ժեստը։ Նույնն անում են նրան դիմավորողները, մեքենան էլ ծաղիկներով ծածկելով։ Alparslan Türkeş Siyaset Akademisi Vakfı'nın açılışına geliyor MHP lideri Devlet Bahçeli. Alparslan Türkeşi անվան քաղաքական ակադեմիայի եւ հիմնադրամի շենքին է մոտենում Դևլետ Բահչելին։ Ավելի վաղ նա այցելել էր կուսակցության հիմնադիր նախագահ Alparslan Türkeşi գերեզմանին մահվան 28-րդ տարելիցի կապակցությամբ։ Բահչելին այնուհետև գնացել է կուսակցության շտաբ, ողջունել է իրեն սպասողներին։ Գորշ գայլերը երիտասարդական կազմակերպություն է, ազգայնական շարժում կուսակցության երիտ թևն է։ Ազգայնականությունը եւ պանթյուրքիզմը գաղափարական առաջնահերթություններն են։ Նպատակը ստեղծել մեծ թուրան թյուրքական ռասայի եւ թուրք ազգի գերազանցության թեզերով։ Թուրքիայի նախագիծ Ադրբեջան։ Արցախում կատարվածից հետո տպավորություն կար, թե Իլհամ Ալիևն այսուհետև անխոցելի հերոս է Ադրբեջանի քաղաքացիների աչքում եւ Ալիևների ընտանիքի իշխանությունն այլևս անվիճելի է առաջիկա տասնամյակներում։ Սակայն Ալիևի գործողությունները հուշում են, որ առնվազն ինքն այդ վստահությունը չունի։ Գրեթե շաբաթը մեկ պարբերականությամբ Facebook-ում ադրբեջանցի ակտիվիստները գրում են իրենց հերթական առևանգված ընկերոջ մասին, որից մի քանի օր է ոչ ոք լուր չունի, հետո պարզվում է բանտ է նետվել։ Քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, բոլոր նրանք, ովքեր համարձակվում են քննադատական խոսք ասել ու գրել Ալիևների մասին, արագ լռեցվում են։ Մյուս կողմից բանտում են նրանք, ովքեր կարող են բողոքի գործողություններ կազմակերպել, մասնակցել այդ գործողություններին։ Բայց ինչ կապ ունեն այս ամենի հետ հայերը, Արցախն ու Հայաստանը։ Բաքվի իշխանությունը փորձելով վարկաբեկել ընդդիմությանը նրանց մեղադրում է հայերի հետ գործակցելու մեջ։ Հիմա ամենակարևորը, ընդդիմադիր Մուսավաթ կուսակցությունից Հարիֆ Հաջելեն պատասխանել է այս ամենին, Facebook-ում գրելով. 2020-ի սեպտեմբերի 27-ին Ֆիզուլիի ուղղությամբ գործողությունների մասին իմանալով շտապել է գրություն պատրաստել իրենց կուսակցության անունից, որը հետո համաձայնեցրել է կուսակցության ղեկավարության հետ ու ադրբեջաներենից բացի ռուսերեն եւ անգլերեն տարածել ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկով։ Ապա նաև նամակներ ուղարկելով Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ հետխորհրդային երկրների իրենց գործընկերներին, բացատրելով, որ եղածը պատերազմ չէ ժողովրդավար Հայաստանի եւ
ավտորիտար Ադրբեջանի միջև, ինչպես ներկայացնում է հայկական կողմը, այլ պատերազմ է օկուպանտ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որը պայքարում է իր տարածքներն ազատագրելու համար։ Հաջոլեն հավելում է, թե իրենց կուսակցության ճկունության շնորհիվ միջազգային հանրությունն առաջինն ադրբեջանական կողմից ստացավ պատերազմի իրական բնույթի մասին տեղեկությունը, երբ Ալիևի կուսակցությունը դեռ քնած էր։ Ու ադրբեջանցի ընդդիմադիրը հավելում է, այս ամենը գրել է, որ հիշեցնի պատերազմի ժամանակ ադրբեջանական ընդդիմության արժանապատիվ պահվածքը, նրանց, ովքեր անհարգալից պնդումներ են անում թշնամու հետ իրենց համերաշխության մասին։ Մեզ համար սա համառոտ տեղեկանք է Բաքվի ընդդիմության բնույթի մասին։ Եվ շարունակելով, Ալիևով ոչ թե հպարտացողների, այլ Ալիևից դժգոհողների մասին։ Bax gör sənə nə qədər məktub yazılıbdı. Kör gözün görsün İlham Əliyev, bax İlham Əliyev, bax. Տես քեզ ինչքան նամակներ եմ գրել, տես, Իլհամ Ալիև, տեսեք ինչքան նամակներ եմ գրել, քեզ Իլհամ Ալիև, քեզ Մեհրիբան Ալիևա, Իլհամ Ալիև, Heydar Ալիևի գերեզմանին էլ եմ նամակ գրել։ Bax gör nə qədər məktub yazılıbsa. Baba bunlar sağa gəlir. İlham Əliyev, Mehriban Əliyevaya. Heydar Əliyevin qəbrinə də məktub yazacaqdım. İlham Əliyev. Poçtdan dedilər ki, elə bir ünvan yoxdur. Ay Իլհամ Ալիև, poստում չընդունեցին, ասացին մահացած մարդուն նամակ գրել չեմ կարող։ Gəl bura qadam, gəl bura. Gəl bura. Bax, 19 yaşı var, Allah. Արի այստեղ 19 տարեկան է, 174 մանած սոցիալական օգնություն էր ստանում, դա էլ կտրեցիք։ Bu balalarım yaşamak istəyir. Necə ki sənin balaların Londonda, Dubayda, nə bilim Moskvada villaları var. Իմ երեխան ապրել է ուզում։ Ձեր երեխաները Լոնդոնում, Դուբայում, Մոսկվայում վիլլաներ ունեն։ Իմ երեխան վիլլա չի ուզում, նորմալ կյանք է ուզում։ Ադրբեջանի քաղաքացիների եւ հայերի նկատմամբ նրանց իրական վերաբերմունքի մասին եւս մեկ դրվագ։ Բաքվի օկուպանտը հերթական անգամ Արցախում էր։ Այս կինը հայտարարում է, որ սիրում է նրան, հպարտանում է նրանով ու ասում է, որ մի երազանք ունի՝ համբուրել Ալիևի երկաթե բռունցքը։ Ալիևը պարբերաբար հայտարարում է, թե այդ երկաթե բռունցքով է ջարդել հայերի գլուխը։ Եվ սա այն է, ինչ տեղի է ունենում հետո։ Այս կնոջը ցույց են տալիս ադրբեջանական բոլոր պետական քարոզչալիքների եթերում, փորձելով սա ներկայացնել իբր Ալիևի նկատմամբ քաղաքացիների իրական վերաբերմունք, Ալիևի պաշտամունք, բայց այն, որ Բաքվում փակվում են արտասահմանյան լրատվամիջոցների գրասենյակները, ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք համարձակվում են մի թթու խոսք գրել, հուշում է նաև հակառակի մասին։ Սա նշանակում է, որ անգամ Արցախում կատարվածից հետո Ալիևների իշխանությունը ենթակա է ցնցումների։ Եվ իրական Թուրքիա նախագծի այս հատվածում հարցազրույց է։ Այսօր Դոնալդ Բլոքսեմ, բրիտանացի պատմաբան Էդինբուրգի համալսարանից։ Գերկարևոր են հայոց ցեղասպանության պատճառների մասին նրա դիտարկումները, այն որ ընդգծում է։ Այդ պատճառների մասին խոսելիս պետք է նկատել. հայերը մեծ հաշվով դրանց հետ որևէ առնչություն չունեն։ Օսմանյան կայսրությունը փլուզվում էր, եւ ազգայնամոլական գաղափարախոսությամբ տարված երիտ թուրքերը փորձում էին իրենց վերահսկողության տակ պահել այն տարածքները, որոնցում հայերն էին։ Հայերին ցեղասպանեցին հայկական տարածքները խլելու համար։ Եվ այսօր էլ շարունակում են ժխտողականությունը, որովհետև եթե Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, կարող է սեղանին հայտնվել փոխհատուցման, նաև տարածքային փոխհատուցման հարցը։ Իսկ այն տարածքները, որ խլել են հայերից, մինչև այսօր ունեն ռազմավարական նշանակություն։ Thanks for your time, thanks for joining us, and of course I will start. Շնորհակալություն, որ միացել եք մեզ եւ 110 տարի անց հայոց ցեղասպանությունը հայեր-թուրքեր հարաբերությունների ամենանշանակալի կետն է։ Հիմա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հերթական փորձն է արվում եւ հայոց ցեղասպանությունը կարգավորման այս գործընթացում ամենակարևոր կետերից մեկն է։ Հաշվի առնելով նաեւ մինչեւ այս եղած քայլերը, հայտարարությունները։ Թուրքական կողմը պահանջում է, որ Հայաստանը հայերը դադարեն Թուրքիային մեղադրել
ցեղասպանության մեջ, լռեն, փակեն այս թեման։ Հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ձեր կարծիքով հայերը պետք է վճարեն այս գինը։ Այս հարցն ուղղում եմ ձեզ, որովհետև Հայաստանի կառավարությունը ակնհայտորեն Թուրքիայի ճնշման ներքո հայտարարել է, որ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում չէ։ I'm a historian, so obviously I believe in historical, in the veracity of the historical record and the importance of honesty about the past. Ես պատմաբան եմ եւ ակնհայտորեն հավատում եմ պատմագրությանը, անցյալի հետ անկեղծ լինելու կարեւորությանը։ Կան հիմնարար հարցեր, որոնց մասին իրավասու չեմ խոսել։ Ինչպես Հայաստանի տնտեսության ապագան է, Հայաստանի տեղը աշխարհում, Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ հարևանների հետ հարաբերություններում։ Թուրքիան կարևոր հարևան է, ակնհայտ պատճառներով, թեև հարաբերությունները Թուրքիայի հետ նույնքան ակնհայտորեն բարդ են։ Որպես պատմաբան ես միայն կարող եմ ասել, որ միշտ անհանգստանում եմ, երբ պատմագրությունը վերածում են քաղաքական ֆուտբոլի։ As a historian, of course, I'm always very worried when the historical record becomes a political football. Well, whatever happens in terms of the state of Armenia's foreign policy priorities, work on the Armenian genocide will continue to happen. Ինչ որոշում էլ որ կայացվի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ, հայոց ցեղասպանության շուրջ գիտական, հետազոտական աշխատանքը շարունակվելու է։ Եթե դիտարկենք վերջին 20 տարվա ցուցանիշները, ապա հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթաթոշակների մակարդակը եւ կրթաթոշակների չափն ավելի մեծ է, քան երբևէ եղել է նախկինում։ Պատմաբանների համար սա այն խնդիրը չէ, որը կվերանա, ինչ էլ որ լինի պետությունների փոխգործակցության մակարդակով։ Ցեղասպանությունն իսկապես կարևոր խնդիր է Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններում եւ շատ հանգամանքներ պետք է հաշվի առնել, ինչպես խորհրդանշական մակարդակում, նույնքան էլ ի նպաստ հայկական պետության նյութական բարօրության առումով։ Բայց ինչ էլ որ լինի, ինձ նման մարդիկ եւ շատ այլ գիտնականներ, որոնք ավելի կարևոր աշխատանք են կատարում, քան ես երբևէ արել եմ, կշարունակեն աշխատել այս թեմայի ուղղությամբ։ Հայոց ցեղասպանության մասին դիսկուրս Հայաստանից եւ Թուրքիայից դուրս շատ ու շատ այլ երկրներում կա։ And normalizing sort of scholarly recognition and discourse about the Armenian genocide in many other countries outside of Armenia and Turkey. Yeah, there are many discussions in Armenian side, in Turkish side. Քննարկումներ կան եւ հայկական կողմում, եւ թուրքական ու հատկապես քաղաքական մակարդակում, թե ինչու տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը։ Ձեր կարծիքով, ինչու թուրքերն իրագործեցին հայերի ցեղասպանությունը։ So, big question, the biggest question. It happens in a number of intersecting contexts, one of which is the decline and final collapse of the Ottoman Empire around the First World War. Մեծ հարց է, ամենամեծ հարցը։ Ցեղասպանությունը տեղի ունեցավ մի քանի հատվող զարգացումների համատեքստում, որոնցից մեկն Օսմանյան կայսրության անկումն է, վերջնական փլուզումը առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին։ Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող սենունդների այդքան շատ օսմանյան տարածքների կորուստով օսմանյան էլիտայի գործողություններով։ Նկատի ունեմ երիտուրքերին, որոնք կենտրոնացած էին օսմանյան կայսրության մնացած տարածքները, հատկապես այն տարածքները, որտեղ հայերն էին, օսմանյան վերահսկողության տակ պահելու համար, որպես կայսրության կենտրոնական տարածքներ։ And the ideologies that come with the decline of the Ottoman Empire, how to save what's left of the empire, an increasingly anti-Christian ideology. Կայսրության անկման եւ կայսրությունից մնացածը փրկելու հիմքով առաջ մղվեց գաղափարախոսություն, որն ավելի ու ավելի հակաքրիստոնեական էր։ Մասամբ այն պատճառով, որ շատ քրիստոնյա ժողովուրդներ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հեռանում էին Օսմանյան կայսրությունից։ Խոսելով ավելի պարզ, կարծում եմ, որ այդ գաղափարախոսությունը կարող ենք անվանել իսլամական թուրքական ազգայնականություն, որը կրում էին երիտուրքերի ամենառադիկալ անդամները։ During the Balkan Wars of 1912 to 1913, the Ottoman Empire loses more territory in Europe and bringing to the fore within the empire the most radical, let's call them ethno-nationalists within the late Ottoman elite. Ամենառադիկալ անդամներ ասելով նկատի ունեմ նրանց, ովքեր հայտնվեցին Օսմանյան քաղաքականության առաջնագծում 1912-13 թվականների Բալկանյան պատերազմի ժամանակ տարածքային կորուստների ֆոնին։
Կայսրության ներսում օսմանյան էլիտայի առաջին պլանում հայտնվեցին ազգայնականները։ Մարդիկ, որոնք ունեին սկզբունքորեն հակաքրիստոնեական օրակարգ եւ կասկածամտորեն էին վերաբերվում իրենց տարածքում եւ հատկապես հայերով բնակեցված շրջաններում քրիստոնյաների նկատմամբ։ Հայերը հայտնվեցին հատկապես խոցելի վիճակում։ Սա ինչու տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը հարցի պատասխանի ու պատմության այն հատվածն է, որն անգամ դեռ չի ներառում հայերին։ Ի սկզբանե հայերը չկային պատճառների թվում։ 19-րդ դարի մեծ մասում խոսքը գնում է օսմանյան կայսրության անկման, Բալկաններում քրիստոնեական տարածքների կորստի եւ Կովկասում տարածքների կորստի մասին։ So much of the prehistory of the Armenian genocide doesn't in a way really directly involve the Armenians at all. It's about the crisis of the Ottoman state. Where Armenians come into it more is partly simply by the fact that they are one of the last really significant Christian minorities left in the Ottoman Empire by the First World War. And their territory is once again a territory which is strategically significant to the Ottoman Empire, also in proximity to the Russian Empire. Այնտեղ էլ պայմանավորված ռուսական կայսրության առաջխաղացմամբ։ Հայաստանը բաժանված էր երկու մասի՝ ռուսական եւ օսմանյան կայսրությունների միջև, ռազմավարական կարևոր սահմանի երկու կողմերում։ Այնպես որ երբ խոսում ենք պատճառների մասին, պետք է ասել, որ հայոց ցեղասպանության նախապատմության մեծ մասը իրականում ուղղակիորեն չի առնչվում հայերին։ Առնչվում է օսմանյան պետության ճգնաժամին։ Այստեղ հայերը այնքանով են նշվում, որ կայսրության տարածքում մնացած վերջին քիչ շատ մեծ քրիստոնյա համայնքն էին, եւ նրանց տարածքները ռազմավարական նշանակություն ունեին եւ օսմանյան, եւ ռուսական կայսրության համար։ Գումարած փաստը, որ օսմանյան վերնախավն այդ ժամանակ բացարձակապես հակաքրիստոնեական եւ հակահայկական էր։ Ոմանք կարծում են, որ հայերին ցեղասպանելու որոշումը կայացվել է առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Ես դրան չեմ հավատում։ Նկատի ունեմ, որ ցեղասպանությունն ակնհայտորեն տեղի է ունեցել, բայց ես կարծում եմ, որ ցեղասպանության քաղաքականությունը զարգացել է պատերազմի առաջին մի քանի ամիսների ընթացքում 1914 թվականի վերջից մինչև 15 թվականի գարուն։ Դա աստիճանաբար զարգացող քաղաքականություն էր, հիմնված ռադիկալիզմի եւ իսկապես սուր, ուժեղ հակահայկական տրամադրությունների վրա, բայց որն ավելի արմատական դարձավ հենց պատերազմի ընթացքում օսմանյան ռազմական անհաջողությունների ֆոնին։ Եվ այնուամենայնիվ մինչև 1915 թվականի մայիսի վերջը կամ մինչև 1915 թվականի գարնան վերջը ակնհայտորեն կար ցեղասպանության բացահայտ քաղաքականություն։ Սկսեցին հայերից, նրանք այս ցեղասպանական սխեմայի կենտրոնական զոհն էին։ There's clearly an outright policy of genocide, whose idea is to remove, I think, to begin with the Armenians, and they're the central victims of this genocidal scheme, to remove populations that the Ottoman Empire sees as constituting potential rival claimants to the land in future. Նպատակն էր ազատվել այն բնակչությունից, որին օսմանյան կայսրությունը համարում էր պոտենցիալ մրցակից այդ տարածքներում ապագայում վերահսկողություն հաստատելու համար։ Ցեղասպանությունն իրագործեցին զանգվածային սպանություններով, զանգվածային գաղթով դեպի Սիրիայի եւ Իրաքի անապատներ, մահացու վայրեր, սպանելով մարդկանց իրենց տներում կամ ճանապարհին, խլելով նրանց ունեցվածքը եւ երաշխավորելով, որ նրանք երբեք չեն կարող վերադառնալ։ Ցեղասպանությունը միջոց էր այդ հողերը, այդ տարածքները օսմանյան կայսրության, ապա Թուրքիայի հանրապետության վերահսկողության տակ պահելու համար։ And genocide is the instrument to in a way secure these lands for the Ottoman Empire, which of course then becomes the Republic of Turkey. We have been witnessing just the same scenes of mass deportation a couple of years ago. Զանգվածային գաղթի այդ նույն ցեղասպանական տեսարանին ականատես եղանք մի քանի տարի առաջ Արցախում։ Եթե դեմ չեք, նաև Արցախի մասին ձեր կարծիքը կցանկանայի հարցնել։ Ինչ կատարվեց այնտեղ հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը։ Խնդրում եմ նկատեք, որ սա իմ մեղադրանքը կամ պնդումը չէ։ Թուրքիայի ուղիղ ներգրավվածության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանն ինքն է հայտարարել։ Մենք ինչպես Ղարաբաղ մտանք ֆրազով։ Ինչ կատարվեց Արցախում ըստ ձեզ։ Well, I know my expertise doesn't really run to the present in that sense. I mean, clearly ethnic cleansing and war crimes happen there, ethnic cleansing happens there, hostages are taken. Իմ մասնագիտացումն իրականում ժամանակակից պատմության մասով չէ, բայց կարող եմ ասել, որ այնտեղ էթնիկ զտում եւ պատերազմական հանցագործություններ են եղել։ Գերիներ են վերցվել, ռազմագերիներ, որոնց հետ սարսափելի են վարվել։ Եղել են սպանություններ, ոչնչացվել են հայկական մշակութային արժեքները։ Այս ամենը էթնիկ զտման ցուցիչներ են։ Միկրոդինամիկայի եւ ճշգրիտ պատճառների մասին խոսել չեմ կարող։ Ժամանակակից պատմության մասնագետների գործն է, բայց հստակ կարող եմ ասել, որ ակնհայտորեն սարսափելի էթնիկ զտում էր բոլոր առումներով։ They ask, in your opinion, why they have organized this. There
there is Turkish plan coming from the Atatürk. Թուրքիան պատմական ծրագիր ունի, որը ներառում էր Արցախի տարածքը։ Դեռ Աթաթյուրքն է հայտարարել, որ Նախիջևանը թուրքական աշխարհի դարպասն է։ Հիմա էլ Էրդողանն է նույնը կրկնում։ Թուրքական մեդիան էլ հիշեցնում է 100 տարի առաջվա մոտեցումը։ Նախ Նախիջևանը, հետո Ղարաբաղը, ապա Զանգեզուրը։ Առնվազն 100 տարվա վաղեմության պատմական պլանն են արթնացրել, եւ ինչ որ առումով կարող ենք Արցախում կատարվածը դիտարկել որպես հայոց ցեղասպանության շարունակություն։ Will you agree that whatever happened in Nagorno-Karabakh, Artsakh was a way continuation of the Armenian genocide? Well, there are some shared contexts and some different contexts. I think, I wouldn't talk about a 100-year plan, but I would certainly talk about, in any sense of a kind of laid out strategy that different people execute according to some blueprint. Կա եւ ընդհանուր ենթատեքստ եւ տարբեր։ Ես չէի խոսի 100 տարվա պլանի մասին, բայց իհարկե կխոսեմ ինչ որ իմաստով ձևավորված ռազմավարության մասին, որը տարբեր մարդիկ իրագործում են ըստ ինչ որ նախագծի։ Կա նաեւ մի ընդհանրություն, որը ոչ միայն քննարկվող տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի մասին է։ Խորհրդային միության փլուզումից հետո տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Օսմանյան կայսրության փլուզումից հետո, նաեւ Ռոմանովներից, Հաբսբուրգներից հետո։ Սկսվեցին վեճերը, թե որտեղով պետք է անցնեն սահմանները, ինչ տարածքներ պետք է վերահսկեն նոր ձևավորված պետությունները։ Բայց կան նաև որոշակի հատուկ ասպեկտներ, որոնք վերաբերում են մուսուլման, քրիստոնյա, թուրքեր, հայեր, ադրբեջանցիներ, հայեր հարաբերություններին։ But I would talk about opportunistic elites in Azerbaijan and Turkey who are really quite ruthlessly prepared to push forward their agendas. Այնպես որ ես ավելի կարևորեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատեհապաշտ վերնախավերի հանգամանքը, որոնք իսկապես անխղճորեն պատրաստ են առաջ մղել իրենց օրակարգը ամենատարբեր ձևերով եւ շատ հմուտ են օգտագործում հանգամանքները, ինչ որ իմաստով պատմական լեգիտիմության խորը զգացում ունեն, կարող են հիմնվել ամենատարբեր կարծրատիպերի վրա, ինքնիշխանությանը, տարածաշրջանում ուժային հավասարակշռությանն առնչվող իրենց նպատակներին հասնելու համար։ How much attention Russia can place on the South Caucasus whilst it's engaged in Ukraine. Եվ հետո ռուսական գործոնը։ Իհարկե այստեղ փոփոխական է այն առումով, թե որքան մեծ ուշադրություն կարող է Ռուսաստանը հատկացնել հարավային Կովկասին, քանի դեռ զբաղվում է Ուկրաինայում։ Ինչպես կվարվի Մոսկվան նախկինում իր վերահսկողության տակ եղած ժողովուրդների հետ, նրանց սեփական օրակարգի եւ դաշնակիցների ընտրության դրսեւորումները տեսնելով։ Այստեղ ես տեսնում եմ հանգամանքների մի ամբողջ փունջ, որոնք ստեղծում են տարբեր հնարավորություններ։ Opportunities and like deeper cultural presuppositions and but opportunism too. Next question. Why does Turkey? Ինչու է Թուրքիան շարունակում հերքել հայոց ցեղասպանությունը։ Ավելի շատ հնարավորություններ չէին ստեղծվի, եթե Թուրքիան ուղղակի ընդուներ գործած հանցանքն ու այդպես փակեր էջը։ Ինչ կարող է նշանակել հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար։ It's a very good question. Very good question. And I think here, let's see. Part of the issue will be a straightforward, let's call it strategic or territorial concern. If recognition occurs, then this may enhance or reinforce the Armenian case for compensation of various forms, whether that be financial in terms of all the property that's stolen during the genocide, or also and especially I think land. Շատ լավ հարց է։ Խնդրի մի մասը եկեք անվանենք ռազմավարական կամ տարածքային մտահոգություն, որովհետև եթե ճանաչումը լինի, ապա կարող է ուժեղացնել կամ ամրապնդել հայկական կողմի դիրքը փոխհատուցման տարբեր ձևերի հարցում, ֆինանսական ցեղասպանության ժամանակ գողացված ամբողջ ունեցվածքի մասով, նաև եւ հատկապես իմ կարծիքով, հողի, տարածքների առումով։ Սա ուղղակիորեն չի նշանակում, որ ցեղասպանության ճանաչմանը կհետևի այս ամենը։ Հայոց ցեղասպանությունն իրագործվել է նախքան ցեղասպանության կոնվենցիայի գոյությունը։ Այնպես որ ինչ որ առումով կարծում եմ քրեական պատասխանատվության Թուրքիան չի կարող ենթարկվել։ Եթե նույնիսկ կարող է ենթարկվել, ապա վստահ չեմ, թե ով պետք է լինի մեղադրյալի աթոռին։ Ցեղասպանությունն իրագործած բոլոր առաջնորդները մահացել են։ Մյուս կողմից ժխտողականության պատճառների թվում է այն, ինչը կարող են կոչել հպարտություն։ Ցեղասպանություն բառին ցեղասպանություն իրագործողի խարան։
Այնքան շատ ռեժիմներ սարսափում են իրենց առնչվող ցեղասպանության հետ կապ ունենալուց։ Մենք սա տեսնում ենք օրինակ Սուդանում, եւ հպարտության մասով Թուրքիայի ազգային հերոսներից շատերը ներգրաված էին ցեղասպանության իրագործմանը։ Կարևոր ֆիգուրների նշանակալի շարունակություն կա։ Խոսքս ուշ Օսմանյան շրջանի Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի երիտուրքերի կարևոր գործիչների մասին է։ There's such a continuation of significant figures from the Committee of Union and Progress era of Թուրքիայի Հանրապետության հիմնադիր հայրերի founding fathers of the Turkish Republic. Many of these are directly and indirectly implicated in all of the crimes of the Committee of Union and Progress. Հիմնադիր հայերը նրանց մեծ մասն ուղակի կամ անուղակի առնչվում են երիտուրքերի բոլոր հանցագործություններին։ Շուքյուր Քայան, Հանրապետական Թուրքիայի ներքին գործերի առաջին նախարարը, Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարությունում Թալյատ Փաշայի վերահսկողությամբ էր գործում իրագործելով ցեղասպանությունը։ Շատ այլ կերպարներ էլ կան։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն ուղակի ներգրաված չէր հայոց ցեղասպանության մեջ, բայց ներգրաված էր հայերի նկատմամբ հետագա բռնությունների մեջ։ And so this is a very much a sensitive matter at the level of, let's say, national cultural identity. That we don't want our national heroes, and this is very familiar too, from me and Britain. Եվ այսպես, սա շատ զգայուն հարց է, ազգային ինքնության մակարդակով։ Մենք չենք ուզում մեր ազգային հերոսներին այդ խարանով տեսնել, եւ սա շատ ծանոթ է ինձ, բրիտանացի եմ։ Կան որոշ ազգային գործիչներ, որոնց քննադատելը զգայուն է, քանի որ նրանք կապված են մեր ազգային ինքնության հետ։ Let's see, this is difficult because at one level, while the Ottoman Empire, while Turkey denies genocide, it also kind of periodically lets it slip that it really knows that genocide happens, by threatening Armenians with another 1915 or something like this. Մյուս կողմից Թուրքիան, որը ժխտում է ցեղասպանությունը, նաև պարբերաբար սայթաքում է, որովհետև լավ գիտի, որ ցեղասպանությունը եղել է։ Օրինակ հայերին սպառնում են, որ եւս մեկ 1915 թվական կիրագործեն։ Ասում են, ոչ, դա չի եղել, բայց զգույշ եղեք, կարող է նորից պատահել։ Սա նաև հոգեբանական բռնության սարսափելի նենգ ձև է։ Հերքում են, որովհետև կարող են, որովհետև ուժ ունեն, եւ սա էլ կարծում եմ հայոց ցեղասպանության ժխտողականության պատճառների պատկերի մի մասն է։ Այս ամենն է այդ պատկերի մի մասը։ It's difficult to know how to weigh up the different elements, but those are all part of the picture. Հաշվի առնելով թուրքերի այդ սպառնալիքները, Թուրքիայի կառավարության շարունակվող ժխտողական քաղաքականությունը, ականատես լինելով Արցախում 5000 հայերի սպանությանը, որին ներգրավված էր Թուրքիան։ Taking into account the fact that Turkey is still holding the Armenian-Turkish border closed, also taking into account that the Turkish side is demanding so-called Zangezur corridor from the Armenian side for connecting the Turkic states. Փաստը, որ Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, պահանջում է միջանցք Հայաստանի տարածքով թուրքական աշխարհը միավորելու նպատակով եւ հաշվի առնելով տարածաշրջանում, նաեւ աշխարհում հանգայուն վիճակը, հայերի գլխին կախված իրական վտանգ տեսնում եք։ And whatever is happening in the world, are the Armenians under the new genocide or mass killings risk? Well, certainly Armenians living in particular parts of the region are in danger. I think in much of the state of Armenia, no. Հայերը, որոնք ապրում են երկրի որոշ հատվածներում, վտանգի մեջ են։ Հայաստանի տարածքի մեծ մասում կարծում եմ ոչ։ Որոշ հատվածներում սահմանային շրջաններում վտանգ կա, որը պայմանավորված է նաև Ռուսաստանի դերի անորոշությամբ, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններով եւ իհարկե Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններով։ Partly because of uncertainty over Russia's role as well, and Armenia's relationships to Russia, and of course the European Union. And one can never really trust the European Union to do anything much. I think in terms of these Եվրամիությանը պետք չէ վստահել, ավելին ստանալու առումով անվտանգային խնդիրների մասով, որոնք այստեղ ակտուալ են։ Վտանգավոր ժամանակներ են։ Ինչպես կանխել ցեղասպանությունը, հայերի եւս մեկ զանգվածային սպանությունը։ It's always difficult for historians when the past and the present are so close together. Պատմաբանի համար միշտ բարդ է, երբ անցյալը եւ ներկան ինչ որ առումով այսքան մոտ են իրար։ Որոշ բաներ, որ անցյալում են, իրականում այնքան էլ անցյալում չեն, եւ իրականում բարդ է հասկանալ, թե ինչպես գլուխ անել այս ամենից։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Դուք դիտում եք իրական Թուրքիան նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։